Ողջունում եմ բոլորին, ես Լիլիթն եմ Մանվելյան, մասնագիտությամբ լոգոպեդ։ Լոգոպեդական պարապմունքների ընթացքում մենք աշխատում ենք զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների եւ մեծահասակների հետ։ Այդ պարապմունքները իրականացնելիս մենք կիրառում ենք տարբեր մեթոդիկաներ, հնարքներ, որպեսզի մեր պարապմունքները դառնան արդյունավետ եւ հետաքրքիր։ Պարապմունքների ընթացքում հաճախ մենք կիրառում ենք արտ-թերապևտիկ մեթոդիկաներ։ Արտ-թերապիայի եւ լոգոպեդիա գիտությունների կապը սերտ է։ Մեկը մյուսին փոխլրացնում է։ Արտ-թերապիայի հիմքը ստեղծագործականությունն ու ինքնաարտահայտումն է, իսկ լոգոպեդիան խոսքային գիտություն է, որն ուսումնասիրում է խոսքային խանգարումների բացահայտումը, կանխարգելումը եւ շտկումը։ Իսկ ինչպես է լինում, որ լոգոպեդական պարապմունքների ընթացքում մենք կիրառում ենք արտ-թերապևտիկ ճյուղեր, արտ-թերապևտիկ մեթոդիկաներ։ Արտ-թերապևտիկ մեթոդիկաները մեզ հնարավորություն են տալիս երեխաներին ներգրավել պրոցեսի մեջ առանց որևէ ջանքեր գործադրելու, առանց երեխաներին մեծ ուշադրություն գրավելու, երեխաները ներգրավում են աշխատանքի մեջ, կենտրոնանալով, թե ինչպես են շտկում որոշակի խնդիրներ, հնչյուններ են սովորում երեխաները, բառեր են արտահայտում, զարգացնում են իրենց բառապաշարը։ Ուստի ես խորհուրդ եմ տալիս, որ կարող եք իրականացնել լոգոպեդական պարապմունքների ընթացքում որոշակի արտ-թերապևտիկ ճյուղեր, մեթոդիկաներ։ Այժմ փորձենք յուրաքանչյուր մեթոդիկայի մասին որոշակի խոսել եւ կապ ստեղծել մեկը մյուսի հետ։ Հաճախ լինում է այսպես, որ լոգոպեդական պարապմունքները լինում են միայն քարտային եւ երեխաները պետք է քարտերի միջոցով սովորեն որոշակի բառեր, բառակապակցություններ, հնչյուններ։ Արտ-թերապիայի ճյուղերից մեր պարապմունքների ընթացքում մենք կիրառում ենք նկարչաթերապիան։ Նկարչաթերապիայի շնորհիվ մենք կարողանում ենք երեխաների ստեղծագործականության միջոցով զարգացնել որոշակի բառեր, ներմուծել երեխաների բառապաշար, որոշակի բառեր, այն բառերը, որոնք մենք նախապես դուրս ենք գրել, այն նպատակները, որ մենք նախապես դուրս ենք գրել կախված երեխայի խնդրից եւ խնդրի առանձնահատկություններից, մենք փորձում ենք նկարչաթերապիայի միջոցով հաղթահարել։ Հաճախ ես իմ պարապմունքների ընթացքում կիրառում եմ նկարի մարդ տեխնիկան։ Այս տեխնիկայի շնորհիվ ես կարողանում եմ հասկանալ, թե նկարի զարգացումը որ փուլում է գտնվում։ Երեխայի խոսքի զարգացման փուլը եւ նկարի զարգացման փուլերը երբեմն համապատասխանում են միմյանց։ Եթե երեխաները արդեն 6-5 տարեկան են եւ ուղղակի գտնվում են դեռ կարակումների փուլում, խզբզում են եւ չունեն որևէ պատկեր, մարդ պատկերը չունեն, ապա երբեմն համապատասխանում է այն փուլին, որ երեխաները բառապաշարում ունենում են աղքատիկ բառեր, երեխաները շատ հնչյուններ են դժվարանում արտաբերել եւ արդեն նկարի զարգացումը եւ խոսքի զարգացումը լինում են հավասար փուլերում։ Ուստի մենք երեխային շատ հետազոտություններ իրականացնելու փոխարեն երբեմն նկարի մարդ տեխնիկայի շնորհիվ կարողանում ենք բացահայտել, թե երեխան ինչպիսի բառապաշար ունի եւ խոսքի զարգացումը որ փուլում է գտնվում։ Երեխաների հետ, երբ նկարում ենք նկարիչ մարդ տեխնիկան, մենք բացի երեխայի զարգացման փուլից նաև տեսնում ենք, թե երեխան ինչ պատկերացումներ ունի մարդու մարմնի մասին, օրգանների մասին, տարբերում է արդյոք սեռերը, տղա է թե աղջիկ, որ դիրքում է նկարում երեխան, ընտանիքն ենք նկարում, փորձում ենք ընտանիքի պատկերը եւս այսպես հասկանալ, պատմում ենք պատմվածքներ, հյուսում ենք պատմվածքներ։ Հաճախ պարապմունքների ընթացքում, երբ մեր շեշտը լինում է բառապաշարի հարստացումը, կապակցված խոսքի հարստացումը, քերականական, շարավուսական կողմերի զարգացումը, մենք նկարում ենք ընտանիքը կամ նկարում ենք անավարտ նկար եւ խնդրում երեխային, որ այդ նկարը շարունակի։ Մենք նախապես նկարը նկարում ենք եւ այդ պարապմունքի ընթացքում տալիս ենք երեխային, երեխան շարունակում է եւ միասին քննարկում ենք, խոսում ենք եւ կարողանում ենք հասկանալ, թե երեխան ինչպես է մտածում եւ այդ ընթացքում մենք շատ բառեր ենք ներմուծում երեխայի բառապաշար։ Երեխան սովորում է սիմվոլիկ մտածել։ Ինչպես նաև նկարչության միջոցով մենք նաև զարգացնում ենք երեխայի ձևի, չափի ընկալումը, երեխան կարողանում է պատկերները երկրաչափական նկարել, տարբերակել մեկը մյուսից։ Գույներն ենք այստեղ նաև կարողանում սովորեցնել երեխաներին, նկարում ենք եւ որոշում, թե որ պատկերը որ գույն ունի կամ որ կենդանին ինչ գույն ունի։ Եվ այսպես նկարչաթերապիան մեզ հնարավորություն է տալիս մեր պարապմունքները դարձնել արդյունավետ եւ հետաքրքիր։
Լոգոպեդական պարապմունքների ընթացքում հաճախ կիրառում ենք նաև ավազաթերապիան։ Կախված երեխայի խնդրից եւ խնդրի առանձնահատկությունից որոշում ենք արդյոք կարելի է այդ երեխայի հետ իրականացնել ավազաթերապիա, թե ոչ։ Վերցնում ենք ավազե տարա կամ եթե ունեք ավազե տախտակ, կարող եք ավազե տախտակի մեջ լցնել մանի եւ մի փոքր աղ եւ երեխայի հետ աշխատել նաև տնային պայմաններում։ Եթե ունեք կենդանիներ, մենք պարապմունքների ընթացքում այդպես ենք անում։ Կենդանիները դնում ենք ավազի մեջ, թաքցնում ենք եւ օգնությամբ փորձում ենք գտնել, անվանել։ Հաճախ սա կիրառում ենք, երբ երեխաները փորձում են տարբերակել ընտանի եւ վայրի կենդանիները։ Շատ հետաքրքիր եւ արդյունավետ է լինում այսպես։ Երեխաները թաքցնում են կենդանիները, գտնում ենք, անվանում ենք, նմանակում ենք, թե որ կենդանին էր երեխայի գտած կենդանին։ Եվ այսպես երեխաները շատ մեծ ոգևորվածությամբ եւ ուրախությամբ խաղում են ավազով։ Ավազի մեջ մենք նաեւ լույս ենք միացնում ավազի հատակային հատվածից եւ երեխաներից սկսում ենք նկարել։ Հաճախ միացնում ենք նաեւ երաժշտություն, լույսերը մի փոքր թուլացնում ենք եւ երեխաները լսելով երաժշտությունը նկարելով արդեն փորձում են ինքնաարտահայտվել, լարվածությունն է թուլանում, երեխաները հանգստանում են։ Հաճախ այս տեխնիկան կիրառում ենք կակազություն ունեցող երեխաների հետ աշխատանքում, ինչը շատ արդյունավետ եւ հետաքրքիր է լինում երեխայի համար։ Երեխան նաեւ ավազի շուրջ աշխատանք իրականացնելով կարողանում է պատմվածք հյուսել, պատմել որևէ դեպք, նույնիսկ երբեմն եղել է նաև, որ կակազություն ունեցող երեխաները աշխատելով ավազի սեղանի շուրջ, իրենց ներսում կուտակված զայրույթը, վախը կարողացել են մասնագետին ասել, պատմել եւ այսպես հաղթահարել են որոշակի խնդիրներ։ Եվս խորհուրդ եմ տալիս, որ լոգոպեդական պարապմունքների ընթացքում կիրառեք նաև ավազաթերապիան եւ ձեր պարապմունքները արդյունավետացնեք։ Բացի ավազաթերապիայից կիրառում ենք նաև կավաթերապիան։ Այ կավաթերապիան շատ հետաքրքիր է եւ երեխաների մեծամասնությունը սիրում է կավով աշխատելը, դուրգով աշխատանք իրականացնելը։ Ոչ ամբողջ պարապմունքի ընթացքը, այլ պարապմունքից մի որոշակի հատված եւ կախված արդյոք երեխայի խնդրին համապատասխանում է կավով աշխատելը թե ոչ, մենք փորձում ենք կավով աշխատել, ծեփում ենք, քանդակում ենք, որոշակի պատկերներ ենք ստանում եւ մեր մատերի բարձիկների մեջ գտնվող կենսաբանական ակտիվ կետերն ենք այդպես զարգացնում, այստեղից ազդակները գնում են դեպի գլխուղեղ, ակտիվանում են խոսքային կից գտնվող դաշտերը, կենտրոնները եւ դրանք էլ նպաստում են խոսքի զարգացմանը, մեր ավելի գեղեցիկ եւ հնչեղ խոսք ունենալուն։ Ինչպես նաև կավաթերապիայով աշխատելը նաև հնարավորություն է տալիս նույնպես հանգստանալ, ինչպես եւ ավազաթերապիայով աշխատելը լարվածությունն ենք թուլացնում, երեխաները փորձում են ինքնաարտահայտվել որևէ պատկերներ ստեղծելով, իսկ եթե մենք անցնում ենք որևէ թեմա, օրինակ անցնում ենք աշուն թեման կամ միրգ թեման, բանջարեղեն թեման, այս աշխատանքների ընթացքում մենք կավաթերապիան կիրառում ենք հետեւյալ կերպ։ Երեխաներին տալիս ենք կավը եւ մենք նախապես ասում ենք, որ ինչ պետք է պատրաստի երեխան։ Եվ երեխայի հետ զուգահեռ ենք աշխատում եւ առանձին երեխային ենք ասում դու պետք է պատրաստես օրինակ խնձոր, երեխան ինչպես կարողանում է այնպես սկսում է հատուկ գործիքների միջոցով կտրտել, փակցնել եւ պատրաստել որոշակի պատկերներ։ Կավաթերապիայից զուտ կարող եմ ասել, որ աշխատում ենք նաև գիպսով աշխատանքները նույնպես շատ հետաքրքիր են լինում երեխաների համար, ինչպես գիպսով, այնպես էլ կավով աշխատանքները եւ պատրաստում ենք, այնուհետեւ թրծում ենք, թողնում ենք չորանա եւ հետո գունավորում ենք եւ ստանում այն գեղեցիկ պատկերը, ինչը որ մենք նախապես ուզում էինք ստանալ։ Լոգոպեդական պարապմունքների ընթացքում ժամանակակից լոգոպեդիայում կիրառում ենք նաև երաժշտաթերապիան։ Երաժշտաթերապիան իմ պարապմունքի մեծագույն մասն է կազմում։ Ինչպես եմ անում ես։ Ես պարապմունքը բաժանում եմ հատվածների։ Ին պարապող երեխաները գիտեն, երբ գալիս են ինձ մոտ, պետք է երգենք բարև երգը։ Դա ես ինքս չեմ հորինել, այլ երաժշտաթերապիստներից եմ վերցնել այս հետաքրքիր տեխնիկան եւ շատ ուրախ եմ, որ այն օգնում է երեխաներին եւ անխոս երեխաներին շատ է օգնում, որ երեխաները փորձեն այդպես խոսել։
Սկզբնական շրջանում երեխաները եթե գալիս են չեն ուզում մասնակցել, վարք են ցուցաբերում, այս տեխնիկայի միջոցով թե երբ ենք սկսում, երբ ենք բուն աշխատանքը կատարում եւ երբ ենք ավարտում, երեխաները պատկերացում են կազմում։ Ինչպես։ Սկզբում երեխան գալիս է, երգում ենք բարև երգը։ Երեխան գիտի, որ եկավ պետք է վերցնի որևէ երաժշտական գործիք, միասին երգենք բարև երգը, նստենք սեղանի շուրջ, աշխատանք իրականացնենք եւ ամենավերջում երգում ենք հաջող էլի որևէ երաժշտական գործիքի միջոցով եւ երեխան արդեն գնում է։ Մի զվարճալի դեպք պետք է պատմեմ ձեզ, եղել է այսպես, որ երեխաներից մեկը եկել էր եւ մայրիկը խոստացել էր, որ պետք է տաներ կենդանաբանական այգի։ Բարև երգը երգեցինք, դեռ չէինք նստել սեղանի շուրջ, հանկարծ երեխան վերցրեց շխշխկանը եւ երգեց հաջող երգը։ Ուզում էր ասել, որ ավարտենք, որ ես տեղ ունեմ գնալու։ Այսպես նույնպես պատահում է։ Երաժշտաթերապևտիկ աշխատանքները կիրառելիս մենք հնարավորություն ենք ստանում նաև զարգացնել երեխայի տեմպը, ռիթմը, ընկալելը, սպասելը, ուշադրությունը, հիշողությունը եւ իհարկե այս ամենը միառժամանակ կարողանում ենք զարգացնել ճանաչողական բոլոր գործընթացները մեկ պարապմունքի ընթացքում եւ ինչը նաև շատ արդյունավետ է լինում խոսքի զարգացման համար։ Պետք է նշեմ, որ երաժշտաթերապիայից երգելը եւ տեմպ պահելը շատ օգնում է նույնպես կակազության դեպքում։ Երեխաները երգում են, հարվածում են ոտքին, ձեռքին կամ թաքցնում են ձեռքը գրպանում եւ ելի հարվածում են, այսպես իրենց խոսքը պահում են ռիթմիկ եւ այլևս սկսում են չկակազել այդ ընթացքում։ Ինչ է լինում, շնչառությունը կարգավորվում է, երեխաները հանգստանում են, չեն լարվում եւ այդ ռիթմը ամեն բառը ասելիս խփելիս երեխաների մոտ տալիս է չափի զգացողություն, ռիթմի զգացողություն եւ այսպես ավելի հեշտ են խոսում, հեշտ են ինքնարտահայտվում եւ չեն դժվարանում խոսելիս եւ չեն ամաչում։ Պարապմունքների ընթացքում երաժշտաթերապիայից կիրառում ենք նաև շատ երգեր, երեխաների հետ երգում ենք, եթե դուք նայել եք մեր հին եթերներից մեկը, ես երգել եմ Զատիկ երգը, որը ցույց եմ տալիս ձեռքերով երեխաներին, երգում ենք եւ երեխաները չկենտրոնանալով խոսքի վրա արդեն կարողանում են բառապաշարում հարստացնել բառերը, երգել, ինքնարտահայտվել եւ զարգացնել խոսքը։ Երգերից շատ երգում եմ Մատիկ ընտանիքը, նույնպես երգել ենք այս եթերների ընթացքում։ Մատիկ ընտանիքը երեխան սովորում է մատիկների անունները, այդպես շարժում է մատիկները, ընտանիքի անդամների անուններն է սովորում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ Մատիկ ընտանիք երգը հեռուստացույցի առաջ միացնելուց բացի երեխաներին կարող եք նկարել Մատիկ ընտանիքը կամ ձեռնոցիկներ դնել եւ երեխաների հետ երգել տնային պայմաններում։ Այս Զատիկ տոնին կարող եք վերցնել զատիկներ եւ երեխաների հետ զատիկը բարձրացնելով, իջեցնելով, քնեցնելով երգել նաեւ Զատիկ երգը երեխաները շատ սիրում են։ Նավակ երգը կարող եք երգել Իմ փոքրիկ նավակ պատրաստել, դնել ջրի մեջ, երեխաները հաճույք են ստանում այդ աշխատանքից։ Ինչպես նաև զարգացնում են նաև բառապաշարը, հարստացնում են խոսքը։ Լոգոպեդական պարապմունքների ընթացքում նաև կիրառում ենք գնդակ երգը։ Երբ պարապմունքի ընթացքում երեխային սովորեցնում ենք գնդակը առարկան, նկարով, ասում ենք, որ սա կարմիր գնդակն է, սա կապույտ գնդակն է եւ այլն, այսպես առաջարկում եմ չանել։ Կարող եք վերցնել երկու տարաներ, փոքր գնդակներ եւ երեխային ասել, որ գնդակը գցիր տարայի մեջ, երեխան տարածության մեջ, որ փորձում է գնդակը տանել, գցել, այդ ընթացքում ասում ենք եւ գնդակ բառը եւ նաեւ ասում ենք, թե որ գույնը ունի տրված գնդակը եւ այսպես շատ հաճույքով երեխաները սովորում են եւ խաղում։ Պարապմունքների ընթացքում նաև արտ-թերապիայի ճյուղերից կիրառում ենք գրքաթերապիա։ Գրքաթերապիայից հեքիաթներ ենք վերցնում երեխաների համար եւ հեքիաթաթերապիաներ ենք իրականացնում։ Ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել երեխայի բառապաշարը, հարստացնել խոսքը եւ այսպես հեքիաթներից մենք վերցնում ենք գրքեր, որտեղ օրինակ կարմիր գլխարկն է, Պապն ու Շահկամն է, երեխաների հետ պատմում ենք եւ զարգացնում բառապաշարը։ Հաճախ լինում է այսպես, որ ըստ կախված խնդրից եւ խնդրի առանձնահատկություններից, եթե պետք է շարունակությունը սովորեցնենք երեխային, մենք ասում ենք հեքիաթի մի հատվածը, երեխան շարունակում է մյուս հատվածը կամ տալիս ենք որևէ պատմվածք եւ երեխային ասում շարունակիր, ավարտը ինքդ մտածիր։
Եվ երեխաները այստեղ իրենց ստեղծագործականությունն են զարգացնում, մտածողությունն են զարգացնում, թե ինչպիսի պատմվածքներ հյուսեն եւ երևակայությունը ինչու՞ չէ նաեւ որ զարգանում է նման աշխատանքներ իրականացնելիս։ Ուստի սիրելի ծնողներ, ես ձեզ տանը նույնպես խորհուրդ եմ տալիս այս թերապևտիկ մեթոդիկաներից կիրառել եւ ձեր երեխաների առօրյան հետաքրքիր դարձնել։ Սիրելի ծնողներ, դուք եւս տանը ձեր տնային պայմաններում կարող եք արտ-թերապիայի ճյուղերից կիրառել եւ ձեր երեխաների առօրյան հետաքրքիր դարձնել։ Կարող եք կիրառել եւ նկարչաթերապիան, եւ ավազաթերապիան, եւ կավաթերապիան, եւ գրքաթերապիան, եւ ձեր երեխաները էկրաններից հեռու կմնան եւ իրենց առօրյան ավելի հետաքրքիր եւ արդյունավետ կլինի։ Սիրելի ծնողներ, ինչ պարզվեց, որ լոգոպեդիայի եւ արտ-թերապիայի կապը մեզ հնարավորություն է տալիս երեխաներին զարգացնել ավելի ազատ, բնական եւ արդյունավետ։ Այժմ այստեղ կհրավիրեմ Արևիկին եւ մենք միասին մի շատ հետաքրքիր գիտափորձ կկատարենք։ Որպեսզի միասին պատրաստենք մի հետաքրքիր գիտափորձ, այստեղ ենք հրավիրել Արևին։ Ողջույն Արև, լավ ես։ Այո։ Շատ լավ, պատրաստ ես ինձ օգնել։ Այո։ Ահա։ Խաղի համար մեզ անհրաժեշտ է տարա, ջուր եւ օսլա։ Դցնում ենք մի փոքր ջուր։ Ավելացնում ենք օսլան։ Եվ խառնում։ Փորձիր խառնես, Արև ջան։ Քիչ-քիչ ավելացնում ենք օսլան, որ մեր ուզած զանգվածը ստանանք։ Օգնեմ քեզ Արև։ Աստիճանաբար պետք է բնդանա, ահա, կարծում եմ ստացվեց։ Ցույց տանք մեր հեռուստադիտողին, որպեսզի տեսնեն ինչ է լինում։ Ահա, ստանալու ենք այսպիսի մի զանգված։ Թվում է թե ջուր է, չէ՞։ Հիմա այսպես բարձրացնում ենք վերև եւ տեսնում ենք թե ինչ է լինում։ Հիմա դու փորձիր Արև ջան, վերցրու այս պինդ զանգվածը, բարձրացրու։ Ահա։ Ինչ է լինում։ Թափվում է։ Հետաքրքիր է։ Այո։ Իսկ ինչպես է լինում, Արև, տեսնում ես։ Ոնց է պնդանում։ Ես այսպես լցնում եմ երեխաների ձեռքերին։ Ահա, եւ խաղում։ Քեզ դուր եկավ, Արև։ Այո։ Տանը կպատրաստես։ Այո։ Իսկ ինչ պետք է խառնես, որ ստանաս այսպիսի հետաքրքիր Ջուր ու օսլա։ Ահա, հիշեցիր։ Ընկերներիդ էլ կարող ես ասել։ Միասին պատրաստեք այսպիսի մի հետաքրքիր գիտափորձ։ Այսօրվա համար այսքանը։ Հուսով եմ ձեզ դուր եկավ։ Ձեզ հետ Լիլիթ Մանվելյանն էր եւ Արևը։ Հաջողություն։